Պարոն Խաչատրյան, նախ կխնդրեի անդրադառնալ քրեական գործին, հա, ինչու հենց ընտրությունների նախաշեմին որոշեցին ձեզ ձերբակալել 2-3 տարի առաջ, հա, 2022 թվականի Արցախի հայաթափման օրերին բողոքի ակցիաների գործով, ինչպես եք մեկնաբանում սա։ Չէ, ձերբակալելու որոշում չի եղել, հանուն արդարության պետք անենք, բայց այ որ գործի հետ կապված 3 տարի վաղեմություն ունեցող ընտրությունների նախաշեմի եւ իհարկե չմտնելով այդ գործի մանրամասների մեջ ուղղակի ասեմ անհասկանալի էր ինձ համար էլ, բայց երևի թե պաշտպանությամբ կմեկնաբանվի ավելորդ լարվածություն, զբաղվածություն կամ հիմնական ուղղությունից շեղելու ինչ որ խնդիրներ առաջացնելու հետ էր կապված, ընդհանուր առմամբ սա։ Իսկ ավելի վաղ դուք հարցաքնվել եք այս գործով, այսինքն տեղյակ եք, որ այս գործով ձեր նկատմամբ ինչ-որ գործընթացներ կարող են լինել։ Որ գործընթացներ կարող էին լինել, չէ, տեղյակ չէի, շատ վաղ, դեռևս 23 թվականին իմացել եմ, որ ինչ-որ բան կա, բայց ես ներգրաված չեմ եղել, մինչև ավելի քան, այսպես ասեմ, 2 տարի, 2.5 տարի այդ ժամանակահատվածում որևէ կերպ, որևէ բան դրա հետ կապված շարժ կամ ինձ ինչ-որ բան տեղեկացնելու չի եղել։ Բա ինչու հիշեցին ըստ ձեզ։ Այ դա իրանց պետք է ասնեք ինչու հիշեցին, իմ պատկերացմամբ ներողություն, ճնշման տարբերակ է մարդկանց վրա ազդելու ինչ-որ ձև, ներվերի հետ խաղալու կամ ինչու չէ նաև այն ինչ որ մտածում ես կարող ես անել դրանից շեղելու հետ կապված։ Պարոն Խաչատրյան, կխնդրեի անդրադառնալ նաև ընտրական գործընթացներին, նախ արդյոք ընտրական գործընթացները, թե նախընտրական քարոզարշավը, թե ընտրությունը եւ ընտրության արդյունքների հետ դուք համերաշխեք եւ արդյոք կարող ենք ասել, որ իսկապես այսպես արդար ընտրություններ են։ Արդարության մասին հավասար հնարավորություններ ընձեռելու կամ նույն դաշտում, նույն առանց տարբերակումների գործելու հնարավորություն, դրանց մասին խոսելը ընդհանրապես ավելորդ է, բայց որ շատ ավելի վատ է այն վախի, ճնշումների, ահաբեկչության մթնոլորտը, որ ստեղծվել էր եւ այդ ձեր կողմից ներկայացված արդար ընտրությունները իրականացնելու ամենամեծ խոչընդոտը դա եմ համարում, մնացած հարցերը ոչ քաղաքակիրթ մեկնաբանություններով կամ բառամթերքը, որ օգտագործվել է այդ քարոզարշավի ընթացքում, վերաբերմունքը, որ ժողովրդին ցուցաբերվել է կամ փոխարենը ծրագրեր ներկայացնելուն ուղղակի, չգիտեմ, ինչ որ մարդկանց ուղղությամբ կեղտ ու լուտանք թափելու հետ է կապված, դա միանշանակ էլ չասեմ, կեղծարարության սկսած տեղամասերում աշխատանքների կազմակերպման, դա իհարկե հետ նախաքարոզչական այդ ժամանակաշրջանից վերջացրած անվավեր ճանաչելու եւ այն տեղամասերում, որտեղ որ անվավեր են ճանաչվել, վերահաշվարկներ չիրականացնելու հետ կապված։ Իհարկե բազմաթիվ խախտումներ նաև այդ ընտրությունների ժամանակ է տեղի ունեցած, մարդկանց ուղղակի ընտրելու իրավունքը թույլ չտալու իրագործելուց սկսած վերջացրած ոչ հավասարազոր պայմաններ ստեղծելու առումով եւ ասել թե հավասար լեգիտիմ ընտրություններ են եղել, ու սա արտացոլում է իրականությունը, որում մենք ապրում ենք, միանշանակ այդպես չի։ Իսկ ինչ պետք է անի այս իրավիճակում ընդդիմությունը, դուք որևէ կերպ ելք տեսնում եք։ Գիտեք, ընդդիմության ղեկավար դեմքերը ինչպես եւ հայտարարությունները արել են կոնսուլտացիաների իրար հետ
քննարկումների եւ հետագա քայլերի կազմակերպման առումով համապատասխան գործընթացներ իրականացում է, բայց իմ պատկերացմամբ այն ինչ որ իրականացվում է օրենքի մեր համանդրության պահանջների համապատասխան ես անկեղծ ասած այդքան էլ հույս չունեմ թե օրենսդրական դաշտում օրենքների շրջանակներում այն ինչ որ կբարձրաձայնվի համապատասխան ճիշտ լուծում եւ ընթացք կստանան տեսնենք հետագա ինչպիսի զարգացումներ կունենան Տեսեք, դուք էլ ձեր խոսքում անդրադարձաք, որ երկու ընտրատեղամասում անվավեր են ճանաչվել արդյունքները, վերաքվեարկություն չի իրականացվել, միևնույն ժամանակ ակնհայտ էր ի սկզբանե, որ հենց Նիկոլ Փաշինյանի բառամթերքից էլ էր ակնհայտ, որ իրենց համար միակ ընդունելի տարբերակը իրենց բացարձակ մեծամասնությունն է խորհրդարանում, այսինքն այս դեպքում կարող ենք արձանագրել, որ իշխանությունները ուզուրպացրել են իշխանությունը եւ արդյոք կա հնարավորություն որևէ կերպ իշխանափոխության, որովհետեւ որևէ ընտրություններով կամ, չգիտեմ, փողոցային պայքարով նման հնարավորություն դուք տեսնում եք, հատկապես ներողություն, նաև ընդդիմադիրներին, ընտրողներին, հա, քաղաքացիներին են անգամ մեղադրում ընտրակաշառքով ընտրություն կատարելու մեջ։ Տեսեք, ես ասեցի այն ինչ որ այսօր տեսանելի է եւ գոնե պարզ անձեն աչքով դիտարկվում է որևէ խախտմամբ կամ իրավական դաշտից դուրս քայլ գործողություն չի իրականացում։ Ես նշեցի նաև որ այդքան էլ հավատ կամ վստահություն չունեմ որ այս իշխանությունների իշխանավարման ժամանակաշրջանում եւ իրենց բարած քաղաքականությամբ ու մոտեցումներով այդ եղանակները արդյունավետ լուծումներ կտան։ Բայց նաև չեմ կարող այլ ճանապարհ առաջարկել իրավականից, համանդրականից դուրս գոնե այս պահին, որովհետև քանի կա բոլոր այդ հնարավոր տարբերակները օգտագործելու, պետք է դրանք ամբողջությամբ օգտագործել։